Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Վեստ Արմենիա-Վան պատասխան հանդիպումը թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է Վանի 3-0 հաշվով հաղթանակով, այդ խաղում Վանը շատ լավ տպավորություն թողեց, կարող էր նույնիսկ խոշոր հաշվով հաղթել, դուբլ ավելի խոշոր հաշվով կարող էր հաղթել, քան հաղթեց, դուբլ ձևակերպեց Կարեն Նալբանդյանը, մեկ անգամ էլ դարպասի գրավման բաճկի ընկավ Մոմո Տուրենն, այդ խաղում Մոմո Տուրենն նաև 11 մետրանոց չիրացրեց, հակառակ դեպքում Վանը կարող էր առավելության հասնել 4-0 հաշվով։ Տեսնենք, թե այսօր Վեստ Արմենիան ինչ պայքար կառաջարկի եւ արդյունքում տեսնում ենք, որ բավական արդյունակ թիմ է ստեղծել Վանի մարշչական շտաբը Արթուր Շովանիսյանն էր նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում գլխավոր մարշչի պարտականությունները կատարում եւ նայել շատ լուրջ ներդրում ունի Վանի այս հաջողություններում։ Չէր կարող ամեն դեպքում Գնդակով Վանի ֆուտբոլիստներն է վտանգավոր է եւ Անդրիա Դրագոևիչը առաջին լուրջ վտանգավոր պահը արդեն առաջին րոպեին ստեղծեցին։ Ասեդո Երվից արված հիմա էլ դարպասաձողը փրկեց Վեստ Արմենիային եւ Անդրիա Դրագոևիչը գրկեց գնդակը։ Հիմա գրում են Վեստ Արմենիայի ֆուտբոլիստները այդ փոխանցում Բոսարասինես, Յեյսոն Բոսարասինես եւ վերցրեց գնդակը։ Շարունակվում է Վանի գրոհը, բավական լավ փոխանցում ստացավ Օկոնկվո եւ գնդակը դարպասում է 1-0։ Ռոմեյն Բլեյք ասավ գնդակը Ջեֆերսոն Գրանադոին վտանգավոր է եւ չկարողացավ եզրափակել գրոհը։ Սևիլիա Սալոյանն նրա դիմաց փոխանցում Տուգանային հրապարակ եւ գնդակը դարպասում է։ 1-1 Վեստ Արմենիան վերականգնում է հաշվի հավասարությունը։ Յեյսոն Բոսարասինեսը արվածեց, հիմա սպասենք կրկնապատկերին հասկանանք կար արդյոք անդրադարձ։ Մարտին Գրիգորյանը Չեզր ուղարկեց գնդակը Մարկոս Սևիլիայի փոխանցումից հետո պարզեց ոտքը Յեյսոն Բոսարասինեսը եւ արվածեց։ Եվս մեկ անգամ դիտում ենք կրկնապատկերը։ Կարծես թե Յարոսլավ Մատյուխինին չէր հպվել գնդակը։ Այս կրկնապատկերից երևի թե ամենալավը կերևա։ Ոչ ամեն դեպքում Յարոսլավ Մատյուխինն է գրավել սեփական դարպասը, փորձեց հեռացնել, բայց սեփական դարպասին հարվածեց։ Կրկնապատկերը, որը տեսանք, շատ պարզ դա ցույց տվեց, այնպես որ սա ինքնագոլ էր։ Արսեն Սադոյան ցախ եզրով են զարգացնում գրոհը Վանի ֆուտբոլիստները Օլավալե Ֆարայոլա Տուգանային հրապարակում է Օլավալե Ֆարայոլան վտանգավոր է գոլ 2-1 Սուրեց մրցավարը Գրիգորյան արվածում է Գրիգորյանը Անատոլի Այվազովը հեռացրեց Յեյսոն Բոսարասինես շատ վտանգավոր էր Օլավալե Ֆարայոլա պահում է գնդակը խաղադաշտում Օլավալե Ֆարայոլան Արթուր Դանիելյանն նրա դիմաց Ֆարայոլա շրջանցեց Դանիելյանին 3-1 8 հանդիպում է անցկացրել Ավենտիս Ավենտիսյան փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր էր Մարտին Գրիգորյանը արվածեց եւ Անատոլի Այվազովը հեռացրեց գնդակը Երկար փոխանցում առաջ Դանիելյան վախվեցին այստեղ Եվ այսպես Վեստ Արմենիան վերջին վարկյաններին կարող է կրճատել հաշվի տարբերությունը Արվածում է Մարտին Գրիգորյանը եւ գնդակը դարպասում է 2-3 Վեստ Արմենիան կրճատեց Եվս մեկ անգամ Մարտին Գրիգորյանի արվածն ենք տեսնում շատ լավ արվածեց ոչ կարողացավ փրկել դրություն Անատոլի Այվազովը Դրագոևիչ եւ լսվում է մրցավարի սուլիչի ձայնը հանդիպումն ավարտված է Պարոն խաղի մասին Շատ ծանր էր առաջի խաղից հետո, գիտեք, որ 3-0 էր առաջի խաղը ավարտվել, ինձ թվում է, եթե հանենք առաջի 5 րոպեն, շատ ճիշտ մարտավարություն էր, առաջի 5 րոպեն չէինք դիմանում Վանի ճնշմանը, իրանք ստեղծեցին պահեր, հետո խաղը հավասարվեց, որից հետո գոլ բաց թողեցինք, դրանից հետո խփեցինք ու այդ ամենակարևոր հատվածը մեր խփած գոլից հետո մենք պետք է ավելի լավ օգտագործեինք։ Իրանց մոտ ոչ մի բան չէր ստացվում, մեր մոտ հակառակը շատ բան էր ստացվում, բայց ստացվեց, որ ինդիվիդուալ ուժեղ մի խաղացող լուծեց հարցը, խփեց, խփեց անցավ տվեց խփեցին ու
կարելի ասել, որ այդ արդեն գավաթի համար պայքարը ավարտվեց, 2-1 գնալ ընդմիջմանը, բայց երկրորդ տայմը ավելի լավ խաղացինք, պայր ստեղծեցինք, հենց սկզբից էլի չխփեցինք, բաց թողեցինք երրորդը, չդադարեցինք։ Կարամ ասեմ, որ վերադառնում է թիմը, անցած տարվա վեստը նման չէր այս տարվա վեստին, մի քիչ մոդելը փոխվել է, խաղացողները նոր եկել, նոր են հասկանում ինչա պետք անել, շատ ավելի լավ է, որը կտեսնեք առաջնությունում։ Դեմը ծանր խաղա Նոայի հետ, բայց այլ ավելի հավաքելու է թիմը։ Պատճառները շատ են, կարելի ասել ակումբները շատ տարբեր մակարդակների վրա են, մենք ամեն ինչ կանենք կձգտենք, որ հասնենք Վանի մակարդակին, մի քանի բաներ կա, որ իրանց մոտ գերակշռող է շատ, բայց որպես խաղ եթե նայենք, ոչ մի առաջի խաղը հանենք, մենք նոր ենք կազմավորվել, ոչ մի խաղը բան չէր, տենց միակողմանի չէր, կարող է հաշիվը միակողմանի էր, բայց մենք բոլոր խաղերի մեջ էլ այդ պահին ինչ ռեսուրս ունեցել ենք դրել ենք ու խաղի մեջ ենք եղել, ինքը ոնց որ պայքարա, որ այդ պայքարը կարա այս կողմը թեքվի, բայց հակառակն է թեքվել, ասած արդեն պայմաններով, իրանց մոտ շատ տեղեր ավելի պինդա։